Սիրելի խոհեր, պատրաստվեք մայիս ամսվա կանխատեսման։ Դուրս է եկել Ռունա ինգուզը, որը խոսում է, խորհրդանշում է պատղաբերության, ավարտունության և նոր սերմերի աճի մասին։ Այն համարվում է ամենադրական ռունաներից մեկը, որը կարող է նշանակել, որ էներգիան կուտակված է և պատրաստ է ժայթքելու դեպի իրական արդյունք։ Ընդհանուր էներգիան բավականին շատ լավ է, Ռունա ուրեմն ինգուզը ձեզ խոստանում է, որ մայիսը խոյերի համար կարող է լինել իրականացման ամիս, եթե նախկինում դուք ինչ-որ բան եք սկսել, բայց այստեղ, եթե դա մնացել էր օդից կախված, ինգուզը ձեզ եկել է ասելու, որ ժամանակն է տալ վերջնական հարվածը և ստեղծել ձեր արդյունքը։ Սա հատուցման շրջան է, ձեր գաղափարները կարող են վերածվել նյութական գաղափարների և այստեղ կարող են ձեր նյութական, այսինքն հասունացման շրջան է, այս մասին է խոսքը, և այստեղ ձեր գաղափարները կարող են վերածվել նյութական ձեռքբերումների։ Աշխատանքի հետ կապված այստեղ ես խորհուրդ կտամ ձեզ ուշադիր լինել, որովհետև ֆինանսական հաջողություններ են ձեզ սպասվում, այստեղ երաշխավորված է ամեն ինչ։ Եթե կենտրոնանաք մեկ հստակ նպատակի վրա, հնարավոր է շահավետ, նաև ինչու չէ, գործարքի ավարտ լինի կամ երկար սպասված ինչ-որ նախագծի հաջող մեկնարկ։ Անձնականի հետ կապված այստեղ ինգուզը հաճախ կապվում է ձեր տան, հարազատների, ընտանիքի և սիրո հետ, և այստեղ մայիսը կարող է ձեզ բերել հարաբերություններում նոր մակարդակ, իսկ ընտանիքում հարմար լուր։ Ուշադրություն դարձրեք այս ամենին, որպես խորհուրդ ես խորհուրդ կտամ ձեզ, մի ցրեք ձեր էներգիան մանրունքների վրա, որովհետև դուք ունեք այդպիսի բնավորություն։ Ինգուզը ձեզանից պահանջում է կենտրոնացում, ազատվեք այն ամենից, ինչը ձեզ հետ է պահում, դա կարող է կապված լինել նաև ձեր անցյալի հետ, սովորույթների հետ, տոքսիկ կապերի հետ։ Դուք պետք է տեղ ազատեք այն բերքի համար, որը մայիսը պատրաստել է ձեզ համար, որովհետև ձեզ, եթե դուք թողեք ձեր անցյալը, չկախվեք անցյալից, ձեզ սպասվում է բավականին լավ բերքահավաք։ Դրա համար պետք է տեղը դուք ազատեք անցյալի, նոր տեղ բացեք նորի համար, նոր բերքի համար։ Դա այդ է ինչ է պատրաստել ձեզ համար ինգուս Ռունան։ Իսկական վերելք է սպասվում մայիս ամսին։ Ձեզ սիրելի խոյեր։